Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողներին պարզաբանել է, թե երբ է հնարավոր Հայաստանում ներդնել առողջության պարտադիր ապահովագրությունը։ Նա ասել է, որ ամեն ինչ կախված է բժշկական ապահովագրության մասին օրենքի ընդունումից, որի նախագծի առաջին ընթերցման քննարկումները կսկսեն արդեն այս տարի։ Նախարարը նկատել է, որ օրենքի ընդունումից հետո Հայաստանում ապահովագրության ներդրումն ամբողջությամբ կիրականացվի 3 տարվա ընթացքում։ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ բժշկական ապահովագրությունը Եվրոպական միության վիզաների ազատականացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է։ Մարդիկ պատրաստ են, ուզում են, համակարգը պատրաստվում է եւ պատրաստ կլինի հենց որ օրենքը ընդունվի եւ մեր ֆինանսական կարողություններն էլ պիտի ըստ այդմ ուղղենք, որ դա անենք։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար հիմնական բնակապահովման ծրագրին զուգահեռ կառավարությունը նախատեսում է նաև այլընտրանք բոլոր այն դեպքերում, երբ անձինք չեն ցանկանա դառնալ այդ ծրագրի շահառու կամ չեն համապատասխանի պայմաններին։ Փոխըմբռնման հուշագրով կաթոլիկ օգնության ծառայությունն իր աջակցությունն է հայտնում մեր երկրի կառավարությանը սոցիալական բնակֆոնդի ստեղծման եւ պահպանման հարցում։ Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր կիրառելով Բոսնիա եւ Հերցեգովինայի փորձը, տեղայնացնելու սոցիալական բնակարանային ապահովման կայուն մոդելը։ Սոցիալական բնակարանային ծրագրով նախատեսվում է ոչ թե սեփականության, այլ անհատույց օգտագործման իրավունքով ապահովել բնակարաններ տեղահանվածների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հիշեցրել է, նման մոդել ունեն նաեւ Հայաստանի սոցիալական խմբի քաղաքացիների համար։ Պետությունը ոչ թե պարզապես կունենա շենքեր իր ենթակայությամբ, որոնց պահպանման ծախսերը ինքը կհոգա եւ անընդհատ շարունակական բյուջե կտրամադրի շենքերի պահպանության վրա, դրա փոխարեն պետությունը կկենտրոնանա ուղիղ շահառուներին աջակցելու վրա եւ շահառուները կկարողանան փոքրիկ ընդհանրապես վարձավճարներով այդ շենքերում բնակվել եւ իրենց վարձավճարները կուղղվեն պահպանման ծախսերին։ Այս մեխանիզմով հնարավոր կլինի ավելացնել բնակֆոնդը, ավելի շատ ընտանիքներ առել, պետությունն առավել խոցելի խմբերին էլ կաջակցի սուբսիդավորել վարձավճարը։ Ծրագիրը կյանքի կոչելու համար կարվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ։ Հայաստանի տարբեր մարզերում ուսումնասիրվել է 77 շենք, այս պահին առանձնացված է 5-ը։ Դրանք չեն լինի հարակացարաններ, դրանք կլինեն իրականում բավարար պայմաններ ապահովող անհատական բնակարաններ, այդ բնակարանային ֆոնդը արդեն կհյուրընկալի մեր տեղահանված ընտանիքներին այն դեպքում, երբ նրանք դրա կարիքը կունենան։ Կաթոլիկ օգնության ծառայությունը թեև մեկ շենքի պիլոտը կանի այս կառավարման նոր մոդելով, այսինքն ցածր վարձավճարների մոդելով, որը մենք դեռևս չունենք, միաժամանակ մենք զուգահեռ նորոգման աշխատանքներ սկսել ենք այլ գործընկերների հետ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ ենք իրականացնում Վանաձորի շենքի նորոգումը, այստեղ ավելի արագ արդյունքներ ունենալու ակնկալիք ունենք եւ այստեղ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը իրականացնում է Ճապոնիայի կառավարությունը։ Գորիսի օրվա առիթով գլխավոր նվերը բնակիչներինն է նոր եւ արդիականացված ենթակառուցվածքներ։ Հովհաննես Թումանյանի անվան փողոցի հիմնանորոգումը կառավարությունն ու համայնքն իրականացրել են համատեղ ուժերով ներդնելով ընդհանուր 182 միլիոն դրամ։ Գորիսի համայնքապետարանի անձամբի մոտեցումը այդպես է, որ ծայրամասային հատվածները, որոնք միշտ ուշադրության կենտրոնից դուրս են եղել, վերանորոգվեն եւ մեր քաղաքացիների կյանքը ավելի բարեկայացի լինի։ Նաև ինքը նուրջ տնտեսական կոմպոնենտ ունի, այստեղ կարող են հյուրատներ կառուցվել։ Գորիսեցիներին է հանձնվել նաև դեպի 5 Գորիս տանող վերակառուցված ճանապարհը, տուրիստական նշանակության 21 կիլոմետրի հիմնանորոգման համար 405 միլիոն դրամ է ծախսվել։ Այսուհետ Գորիսն ավելի գրավիչ կլինի նաև երեկոյան ծննդյան նվերներից մեկն էլ ժայռերի լուսավորումն է։ Ծրագիրն իրականացրել են գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ։ Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր կլինի երանգները փոխել տարվա եղանակներին համահունչ։ Արարատի եւ Արմավիրի մարզերում կներդրվեն ռոռոկման ժամանակակից ենթակառուցվածքներ, ծրագիրն արդեն մեկնարկել է։ Նպատակն է աջակցել այս մարզերի ֆերմերներին կիրառելու գյուղատնտեսության վարման նորարար մեխանիզմներ։ Նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, նպաստելով կառավարության ռոռոկման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ռոռոկվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը
Ներկայիս պահանջներին և բարձր ավելացած արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։ Ռոռոկման համակարգերի արդիականացումը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը, նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը, ընդգծել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Ծրագիրը կարևոր է հատկապես Վեդու ջրամբարի շահագործման համատեքստում, նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Չնայած կառավարության իրականացրած մի շարք ծրագրերի գյուղատնտեսական կարևոր նշանակություն ունեցող այս մարզերում դեռևս ռոռոկման հետ կապված խնդիրներ կան։ Ռոռոկման ջրի կորուստը միայն Արարատի մարզում հասնում է 40%-ի։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իրականացնում զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 1.7%-ով, կազմելով բարելի դիմաց $74.1 սենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 1.8%-ով, կազմելով բարելի դիմաց $70.47 սենտ։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $2754։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ նվազել է 2%-ով եւ կազմել մեկ հատի համար $70,148։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 387 դրամ 17 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 420 դրամ 51 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 3 դրամ 95 լումա։